Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզը շարունակում է իր եթերը։ Այսօր զրուցելու եմ Ալմաս մշակութային կենտրոնի տնօրեն Աշուղ Ալմաստի հետ։ Ողջույն տիկին Ալմաստ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Փաստորեն ստացվում է այնպես, որ այսօրվա մեր թողարկումը ունենալու է երկու շերտ՝ ազգային մշակութային եւ ռազմական։ Առաջարկում եմ սկսենք մշակութայինից։ Առհասարակ դուք ինչ դիրքորոշում ունեք ազգայինի նկատմամբ։ Մեր ազգայինը համաշխարհային մասշտաբով բարձր մակարդակի վրա է կանգնած։ Եթե որևէ մեկը կցանկանա ինձ հակադասել, ես ունեմ պատասխանը դրա։ Մենք դարերից եկող ժողովուրդ ենք եւ մեր մշակույթը դարերից է գալիս։ Մենք հենց 3 կամ մի տարի կամ 5 տարի առաջ չէ որ մշակույթ ենք իմացել կամ ունեցել։ Մեր մշակույթը մեզ հետ ծնվել է դարերից եւ անցնելու են դարեր եւ ապրելու է դարեր։ Իսկ որպես մշակութային մարդ, ձեր կյանքում եկեղեցին եւ հավատքը ինչ դեր ունի։ Եկեղեցին եւ հավատքը մեծ դեր ունի։ Նախ պաշտպանության համար, առաջնահերթ մեր երկրի պաշտպանության համար։ Երկրորդը մենք դասված ենք, ասեմ որ ժողովուրդները բոլորն էլ Աստծո ստեղծածն են։ Մենք դասված ենք Աստծո ստեղծած առաջի դասի առաջի կարգի ժողովուրդ։ Եվ դրա համար էլ մենք ունենք ավելին, քան մնացածները, որովհետև մեզանից հետո շարունակվել է դասավորումը, այսպես ասեմ, մարդկության, արդեն լեզուներ է փոխվել, արդեն սկսել են մի լեզվով են խոսել, բայց աստիճանաբար լեզուն են փոխել, աստիճանաբար արդեն կրոնի մասին են խոսել, կրոն են փոխել եւ այլը, բայց դա բոլորովին էլ նշանակություն չունի։ Մարդը Աստծուց ստացել է հոգի, խոսք, լեզու եւ վերաբերմունք։ Եվ դա ունեն բոլոր ազգերը։ Եթե փորձենք խոսեցնել, այ կտեսնեք, որ ես իմ լեզվով եմ խոսում, նույնը, նա իր լեզվով է խոսում, էլի նույնն է ասում, տարբերություն չկա։ Ուղղակի լեզուներն է փոխվել, դա էլ երևի այդ ժամանակի դարաշրջանի հետ կապված ինչ որ երևույթ է եղել, բայց ես Աստծո հետ կապելու մի տեսակ չեմ հարմարվում, որովհետև Աստված չէր կարող երևի ինչ որ մի գերբնական ուժ փոխել է, որպեսզի ժողովուրդները ավելի շատանան, ավելի լեզուներ շատ լինի, որ աշխարհում ոչ թե մի ազգ լինի, աշխարհը մի ազգը չի կարող պահել եւ տարբեր ազգեր լինեն, որպեսզի կարողանան այս ատմոսֆերայի վրա ժողովուրդը կարողանա ապրի եւ զարգանա եւ մեծանա։ Սա Աստծո բան է, որ Աստծո գործերի մեջ խառնվելու մեզ այս եւ ոչ մեկս իրավունք չունենք։ Վերջին աղմկահարույց դեպքերի առնչությամբ ինչ կասեք։ Խոսվում է, որ որոշ հոգևորականներ չեն պահպանել կուսակրոնության ուխտը։ Խոսվում է, որ որոշ եկեղեցիներ չուլանային վիճակում են։ Ձեր կարծիքով այս արշավը ինչի դեմ է ուղղված եւ դա մեզ ուր կտանի։ Հա, դա արդեն չուլանայինի մասին ես մի անգամ եւս խոսել եմ, քննադատել եմ, ով ասում է չուլանային, ինքը երևի հենց չուլանայինից է դուրս եկել եւ միայնակն է, կամ երկու հոգի իր կողքին կանգնած են, կամ ես չգիտեմ, չի կարող նմանատիպ բան լինել։ Մեր երկիրը քանդելու, մեր երկիրը ավերելու, մեր երկիրը դեպի ետ տանելու եւ ավելի ստորացնելու վիճակի են այն մարդիկ, ովքեր որ դավադիրներն են մեր երկրի։ Ես այդ տիպի մարդկանց համարում եմ իմ երկրի, իմ ժողովրդի դավաճաններ եւ դավադիրներ։ Չի կարող նմանատիպ բան լինի։ Մենք ընդունել ենք քրիստոնեությունը, դարեր շարունակ այդ քրիստոնեությունը պահել, պահպանել ենք, հեթանոսական իրավիճակից անցել ենք քրիստոնեական, բայց միևնույն ժամանակ հեթանոսական բաներ կա, որ քրիստոնեության մեջ հիմա օգտագործվում է, որը որ քրիստոնեությունը ընդունել է, որ դա շատ ճիշտ է։ Այսօր մենք դուրս գանք մեր եկեղեցու դեմ, այսօր դուրս ենք գալիս մենք մեր դեմ, մենք դուրս ենք գալիս մեր լինելության դեմ, մենք դուրս ենք գալիս մեր հայ ազգի լինելության դեմ, մեր ազգայինի դեմ ենք դուրս գալիս, իսկ ովքեր որ նմանատիպ բան են անում, ուրեմն նրանք մեր ժողովրդի թշնամիներն են, ես այսպես եմ տեսնում, եթե
կա մեկը, որ մեր քրիստոնեության մեջ ինչ որ գտնում է մի բան սխալ, թող գա ասի այս բանը սխալ է, ուղումները ի վերուստ կարվի։ Եթե ճիշտ է, բայց իսկ եթե ճիշտ չէ, այս մարդը ուղակի այս երևույթ ասեմ, մարդ չասեմ, այս երևույթը ուզում է, որ մեր երկիրը տանի դեպի ետ ու քանդման, չի կարող։ Սա այն երկիրն է, որ դարեր շարունակ, որքան էլ որ պատերազմներ է տեսել, որքան որ դաժան օրեր է տեսել, որքան որ ահա որ այն յամայից դուրս է եկել մի կերպ չի կարող փոխվել։ Ինքը իր երկրի տերն է, մենք մեր երկրի տերերն ենք, մենք մեր զավակներին ծնված պահից սովորեցրել ենք սիրել հայրենիքը, սիրել Հայաստանը, որովհետև Հայաստանը դա Աստծո դրախտն է։ Ով այս խոսքից կհակադասի կամ հոգևորական կլինի կամ ով կլինի, ես իրենք բացատրեմ, ես իրենք կասեմ, որ սա Աստծո դրախտն է, ու երբեք այս դրախտը ավերել, քանդել, որքան էլ ուզենան, միևնույն է, նա նորից հառնելու է, չի վերանալու, այս երկիրը մնալու է, կա ու կլինի, և հայը կա ու կլինի, հայ ինչ է նշանակում, հայ նշանակում է Աստծո զավակ։ Իսկ եթե որևէ մեկը դա չգիտեր, ես ասում եմ թող իմանան, հայ նշանակում է Աստծո զավակ։ Ըստ սահմանադրության երկրում կրոնական կազմակերպությունները հանգիստ եւ ազատ կերպով կարող են գործել։ Ձեր կարծիքով դրանք որքանով են խոչընդոտում ազգայինի պահպանմանը։ Իրենք եթե ազգայինին օգուտ պիտի տան, թող գործեն։ Վնաս չունի, եթե մեր ազգայինը պիտի պահպանեն, մեր ազգայինի այդ ճյուղը պիտի ավելի հզորացնեն, ավելի մեծացնեն, ավելի ճանաչելի դարձնեն, սա այլ բան է։ Բայց արդյոք պահպանում են։ Իսկ եթե, սա շարունակում եմ, իսկ եթե նրանք անում են այն հակառակը, որ իմ, քո, մեր բոլորի երկրի համար դա սոսկալի երևույթ է և կարող է հանգեցնել շատ վտանգավոր գործոնի, նրանք իրավունք չունեն նույնիսկ այս երկրում ապրելու, որովհետև այս երկիրը Աստծո դրախտն է, իսկ Աստծո դրախտում թշնամիներ երբեք չեն լինում։ Իսկ թշնամաբար վարվել մեր կրոնի հետ, մեր երկրի հետ, մեր ժողովրդի հետ, դա ընդունելի չէ։ Ես տարիք սարած եմ, ես խորհուրդ եմ տալիս մնացած երիտասարդներին, որ պիտի մեր տեղը գան նստեն, պիտի շարունակեն մեր գործը, նրանք նույնպես ամուր կանգնեն մեր հավատին, մեր երկրին, մեր ժողովրդին։ Մենք իրավունք չունենք երկիր կորցնելու, մենք շատ ենք կորցրել, ծովից ծով Հայաստանից այս մի փոքրիկ կետն եք մնացել, սա Աստծո դրախտն է և ոչ ոք իրավունք չունի այս դրախտում իր կեղտոտ ոտքերը հանկարծ դնի։ Հայկական երգարվեստում նկատելի է մի ժանր, չնայած մի փոքր սխալ է դա ժանր անվանել, հայերեն լեզվով, բայց ուղեկցվում է կլկլոցներով, մուղամներով, արաբական մոտիվներով և այլն։ Շատ մարդիկ մտածում են, որ հարսանիքներին, խնջույքների նման երգերի տակ պարելը ավելի հեշտ է։ Ձեր կարծիքով ինչու է այդպես, ինչու այս երաժշտությունը եկավ մտավ մեր արժեհամակարգ և ինչու են մարդիկ այսքան տեղ տալիս այս ժանրին։ Գիտեք ինչ կա, երբ ազատություն տրվեց մեզ բոլորիս, մենք այդ ազատությունը ճիշտ չհասկացանք, ճիշտ չընկալեցինք և մտանք այդ կեղտոտ դաշտերը և այդ դաշտերից վերցրեցինք այն ինչը, որ մեզ հարիր չէր ու դա շատ զզվելի էր։ Եվ այդ հիմա մենք պիտի աշխատենք, որ մեր միջից հանենք նախ իսկական ստեղծագործողը, իսկական երգիչը կլկլոցով չի երգի։ Կերգի ճիշտը դիպուկ հայերենով, ճիշտը հայ լեզվով և առանց որևէ ակնկալիք ունենալու, թե մեր կոհատ խաղիկներ ավելացնեմ, գումարս ավելի ստանամ, այդպիսի բան չկա։ Ես որպես աշխող ինքս գրում եմ հայերեն։ Ես սիրում եմ իմ ժողովուրդը և կոչ եմ անում բոլորին, բոլոր հայերին, որտեղ որ նրանք լինեն, մեր հայ լեզուն
մեր հայ մշակույթը բարձր մակարդակի վրա պահեն։ Կլկլոցը մերը չէ։ Եվ մենք կլկլացնելու իրավունք չունենք։ Մեր երգերը գեղեցիկ են, մեր երգերը լավն են։ Սիրո կարոտ, ախուր մնամ, անքին յար։ Կլկլոց չկա, չէ՞։ Ինչքան գեղեցիկ է հնչում։ Բա այն կլկլոցը ում է պետք։ Չէ, կարծում եմ որ արժե համակարգի խնդիր է։ Ինչ չհասկացա։ Ինչ է կարծում եմ արժե համակարգի խնդիր է, չէ՞ որ մենք տեղ ենք տալիս այդ երգերին։ Ուրեմն գիտեք ինչ կա, որովհետև երբ ազատություն եղավ, երբ սկսեցին լծվել այստեղ արաբներ, սկսեցին լծվել այստեղ թուրքեր, սկսեցին լծվել մեր երկրում տարբեր եւ ինչու՞ չէ մեր աղջիկների հետ ամուսնացան եւ սա այս խառնաշփոթը հենց գալիս է դրանից։ Մենք պիտի աշխատենք դրանից մաքրվել։ Մենք պիտի աշխատենք, մենք մեծ ազգ ենք եղել։ Հենց այդ խառնա ամուսնությունը բերել է մեզ այն վիճակի, որ հասել ենք այստեղ, այս վիճակին։ Մենք պիտի դրանից ձերբազատվենք։ Առաջնահերթ դրանից պիտի ձերբազատվենք։ Թե չէ, երգերը այդքան էլ դեռ չեն խաղա, եթե նրանք հայերեն երգեն ու թուրքերեն ապրեն։ Հասկանալի է։ Մենք պիտի երգենք հայերեն, պիտի ապրենք հայերեն։ Թուրքը, իսկ թուրքերը ամենակարևորը թուրքերը ուզում են, որ եւ դարեր շարունակ պայքարել են մեր դեմ, ուզել են, որ իրենցը դարձնեն եւ մեզ էլ թուրքացնեն։ Փառք Աստծո, մեր իսկական հայ ղեկավարների, իսկական հայ հերոսների ձեռմամբ մենք մնացել ենք Հայաստան, մնացել ենք հայ, խոսում ենք մաքուր հայերեն եւ ես խորհուրդ կտամ բոլոր ստեղծագործողներին ստեղծագործեն միայն հայերեն եւ ամեն հայլափոխում ժողովրդի մեջ լինեն եւ թե երգում են, թե կարդում են, թե արտասանում են, թե ինչ են անում, լինի մաքուր, հստակ, մաքրամաքուր հայերեն։ Այդ դա արդեն մենք կկարողանանք դրանով այս պատերազմից ձերբազատվել։ Սա պատերազմ է, որ մեզանից արիական ժողովուրդ ենք մենք։ Մի ժողովուրդ, որ պահպանել է իր կրոնը, իր երկիրը եւ այսօր ուզում են մեզ այդ ճանապարհից հանեն, որպեսզի դարձնեն իրենցից։ Մենք չենք դառնա։ Մենք սիրում ենք մեր երկիրը, իսկ երկիր սիրողը երբեք օտարամոլ չի լինի։ Ես բան չունեմ ասել, որ մարդիկ գնում են օտար երկիր, օտարանում են, ես նրանց մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր այսօր ամենադաժան, ամենածանր պայմաններում էլ ապրելով մնում են Հայաստանում, մնում են հայ, խոսում են հայերեն, գործում են հայերեն, երգում են հայերեն։ Դրսում, Հայաստանի սահմաններից դուրս, մեր ազգայինը ինչպես է ներկայացվում։ Գիտեք ինչ, որ ասեմ, ես դրսում շատ եմ եղել, կստեմ։ Եղել եմ դրսում, բայց շատ քիչ։ Մեզ, որ մենք գնում ենք, մանավանդ Ռուսաստանում, երկրորդ, երրորդ խմբի մարդ են համարում։ Առանց հաշվի առնել, ես ռուսներին ասել եմ, որ առանց հաշվի առնելու, որ դուք ամենավերջի խմբի մարդիկ եք։ Դուք մեզ խմբեր մի ներկայացրեք, որ մենք որ խմբի մարդ ենք։ Մենք առաջնային մարդ ենք։ Մենք Աստծո ստեղծած առաջին մարդն ենք։ Մեզանից դուք ծնվել եք, մեզանից եք ծիլ առել, մենք ենք ստեղծել ձեզ, մեր նախնիներից, նախնիներից եք դուք կյանք առել, այս ինչ բան է, ուղղակի սա ինչ որ մի թշնամական բան է, որ լծված է ժողովուրդների մեջ, մեկը մյուսի դեմ հանելով, նա հայա, նա ռուսա, նա վրացիա, միևնույն է, մենք բոլորս մի Աստծո զավակ ենք, ու Աստծո պատգամներն ենք կատարում, ռուսն էլ է գոռում, Ой, помоги мне Бог, մենք էլ ենք ասում, օй Աստված փրկի մեզ, արաբերեն չգիտեմ բաները, չգիտեմ այդ լեզուներով էլ որ ասեմ, ամեն դեպքերում մենք պիտի հասկանանք, որ ժողովուրդները բոլորը Աստծո ստեղծածներն են, ժամանակ է եղել, որ լեզուներն է փոխվել։ Այդ լեզուների փոխվելու մասին, որ հիմա ես խոսեմ, հսկայական պատմությունը այդքան չեմ կարող ասել, բայց որ ժամանակին լեզուները փոխվել է։ Իսկ մենք
Աստծո լեզվով ենք խոսել եւ մենք չենք փոխվել, դա միանշանակ է։ Վերջին շրջանում նկատելի է, որ ռազմահայրենասիրական երգերը մի տեսակ քչացել են։ Այդքան շատ չեն երգում, այդքան շատ չի հնչում։ Ինչու, որն է պատճառը։ Գիտեք ինչ կա, այս կլկլոցները որ եկավ մեյդան ընկավ, կներեք որ մեյդան բառ ասեց, էլի, եկավ կենտրոն ընկավ, սկսեց իր այդ կլկլոցները, ժողովուրդը մի տեսակ այդ պարային, այդ չգիտեմ, այդ մայմունությունները ընդունեցին, մոռանալով որ իրենք կորցնում են իրենց դեմքը, իրենց պատկերը, իրենց երգը։ Մենք իրավունք չունենք ստեղծագործողներս, մանավանդաշողները թույլ տալու մեր հայկական երգարվեստը տանեն թաղեն։ Մենք իրավունք չունենք թույլ տալու։ Մեր երգարվեստը պիտի ծաղկի եւ պիտի հնչի։ Ինչպես ստացվեց, որ ազգային երգիչը գնաց պատերազմ։ Որովհետև ազգային երգիչը երբ երգում էր իր ազգային երգը, նա սիրում էր իր երկիրը, դրա համար գնաց պատերազմ։ Գնաց իր երգը պահելու, իր երգի երկիրը պահելու։ Նա այդ երկրի վրա երգում էր. Ելեք հայեր, ելեք, ելեք միանանք, մեծ ուժ կազմենք հետո Սասուն սլանանք, Երթանք հասնենք մուշվան, Սասուն արդահան, հայոց քաջեր ու ոստան, ճգնա Հայաստան։ Ձեր ազատամարտիկ եւ ազգային երգիչ կերպարները իրար հետ համերաշխ են։ Այո, Չեն կռվում, բոլորովին զիջում են իրար։ զիջում են եւ դեռ ավելին, մեկը մյուսին շարունակում է։ Ով է ավելի ուժեղ։ Երկուսն էլ հավասար են։ Հավասար։ Եկեք մի բան հասկանանք, որ 90-ականների պատերազմում մենք հաղթեցինք, բայց 2020 թվականի պատերազմում մենք պարտություն գրեցինք։ Ինչն էր պատճառը։ Արդյոք ազգային ոգին էր տուժել, թե այս ժամանակակից զինտեխնիկայի ժամանակաշրջանում ազգային ոգին այդքան շատ չի կարևորվում։ Ըստ ձեր մոտեցմամբ, ինչու մենք պարտվեցինք։ Որովհետև մենք ճիշտ ղեկավար չունեինք, որովհետև մենք ճիշտ հայրենասեր չունեինք, որովհետև մեր սերունդին ճիշտ չէին դաստիարակել հայրենասիրական ոգով, այս ժամանակ որ մենք հաղթեցինք, մենք հայրենասիրական ոգով էինք դաստիարակված, մենք չէինք մտածում, վայ, ոնց պիտի մեռնենք, մենք գնում էինք մահվան դեմ ընթരാճ, որպեսզի ապրեին մեր զավակները, ապրեր մեր երկիրը, ապրեր մեր ժողովուրդը։ Իսկ այսօր այդ պակասում է մեր մեջ եւ ինչու՞ չէ ասեմ, որ մեր ղեկավարությունն էլ պիտի մտածի դրա մասին։ Միայն ժողովուրդը չէ որ պիտի մտածի, ժողովուրդն այսօր շատ սոսկալի վիճակում է ապրում։ Այս ժողովուրդը, հայ ժողովուրդը նման վիճակում երբեք չի հայտնվել, անգամ 14 թվականի այն ծայրահեղ ժամանակաշրջանում, այն կոտորածների ժամանակաշրջանում այս վիճակը չենք ունեցել։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, դա գալիս է մեր ոչ ճիշտ կառավարման օջախներից, որը եթե ճիշտ կառավարեն, եթե ճիշտ անեն, եթե ամեն ինչ ճիշտ լինի եւ ժողովրդին հասկանան եւ ժողովրդին սիրեն, կլինի այն ինչ որ մենք նախկինում ունեցել ենք հզոր, մեծ, ծովից ծով Հայաստան։ Երազելու ենք այդ ծովից ծով Հայաստանը, բայց թող այսօրվա ղեկավարներն էլ, այսօրվա մեր ժողովուրդն մտածեն, որ գալու է այդ ժամանակը, որ մենք նորից վերականգնելու ենք մեր երկիրը, մեր ծովենցով Հայաստանը։ Շատ լավ է, որ լավատեսորեն եք տրամադրում։ Որովհետև ես ինքս շատ լավ հասկանում եմ, որ ժամանակները փոխվում են, իսկ փոխվող ժամանակների հետ փոխվում է ժողովուրդը, ժողովրդի հետ պիտի լինեն մարդիկ, որոնք մարդկանց հասցնեն այն սանդղակին, որ մենք ունենք երկիր, մենք այս մի փոքրիկ երկրի մեջ չենք եղել, մենք ծովից ծով Հայաստան ենք ունեցել, իսկ այսօր ծովից ծով Հայաստանը թողնել ինչ որ մի Սելջուկի որը չգիտես թե որտեղից է փախել եկել է տեղ տեղավորվել, սա ես չեմ ընդունում։ Սա ես չեմ ընդունում, մենք պիտի հզորանանք, մենք պիտի իրար սիրենք մեր հզորությունը, մեկս մեկին սիրելու մեջ է, մեկս մեկին տեղ տալու մեջ է, հարգելու մեջ է, նրա միտքը կարդալու, նրա միտքը քննարկելու մեջ է։ Կարող է մի մարդ, մի փոքրիկ գալիս է այնպիսի մի միտք է ասում, որ դա այս երկրի համար դառնում է հաղթանակային։
չլսել նրան, ասել ես փուճուրը, վայ, սա իրանից ինչ աներկայացնում չէ, մենք իրավունք չունենք նման բան անելու։ Եթե տեսնում ենք գիտակ են, եթե տեսնում ենք խելացի են, եթե տեսնում ենք ազգային են, մենք պետք է նրանց հետ միշտ առնչվենք, մենք պետք է մեզ հավասար ընդունենք նրանց։ Ես իմ երկերը երկողներին ինձ հավասար եւ ավելին եմ ընդունում, որովհետեւ ես գրում եմ, իսկ իրենք երգում են, տարածում են։ Նրանք ավելին են, քան ես։ Իսկ ըստ ձեզ, ինչ միջոցներով պետք է հայ երիտասարդների մեջ սերմանել այդ հայրենասիրական ոգին։ Արդյոք կրթական համակարգում պետք է բարեփոխումներ անենք, հայոց պատմությանը մեծ ուշադրություն դարձնենք, ինչ եք կարծում դուք։ Մեր հին պատմությունները ոչ թե պիտի ծալենք ու դնենք գրադարաններում մնա, ու հետո էլ որպես աղբ տանենք այրենք, այլ դա պիտի բաժանենք դպրոցներում սովորեցնելու ինչն է հայրենիքը, որն է հայրենիքը եւ ինչպես կարելի է այդ հայրենիքը ծաղկեցնել, ինչպես կարելի է պահել, հզորացնել։ Այսօր գրքերը տանում այրում են, ես ուղղակի ապշած եմ, ցնցված եմ։ Այդպիսի բան ես չեմ լսել։ Ոնց կարելի է պահեք այդ գրքերը, եղբայր, դարերին են դրանք պետք։ Մենք դարերից ստացած գրքեր ենք ունեցել, որ այսօր մեր երկիրը կարողանում ենք պահենք, բայց դուք ով եք դարձել, որ դուք, հա, դե սա հին է, տարեք այրեք, այդպես բան չկա։ Հինը իր դերն ունի պատմության մեջ, նորը իր դերն ունի պատմության մեջ, մեր պատմությունը ջնջելու ոչ ոք բարոյական իրավունք չունի։ Ինձանից սկսած։ Եվ վերջում խնդրում եմ ձեր կոչով, ձեր երգով դիմեք հայ ժողովրդին։ Ախ, շատ դժվար բան ասեցիք, բայց սիրելի հայ ժողովուրդ։ Դեռ փոքր էի, որ սիրում էի երկիրս հայրենիս։ Գրում էի փոքրիկ կարյակներ իմ երկրի համար։ Ես չգիտեմ, թե որտեղից էր հայտնվել այդ երկրի սերը իմ հոգու մեջ։ Գուցե եւ ծնողներիցս։ Գուցե դպրոցից։ Շատ հնարավոր է, որ ամեն միտեղ մի բան ինձ սովորեցրել են։ Դպրոցը մի բան է սովորեցրել, ծնողներիցս մի բան եմ սովորել, դրսում մի բան եմ սովորել, այն խուլիգան տղաների հետ, որ վազվզել եմ, նրանցից էլ մի բան եմ սովորել, եւ այդ բոլորը ընդհանրացրել եմ, դարձրել եմ մեծ պատմություն, եւ այսօր այդ պատմության էջերը ես բաց եմ անում եւ ասում եմ, այո, այն ժամանակ դաստիարակել են մեզ սովորել, սիրել հայրենիք։ Այն ժամանակ դաստիարակել են մեզ մեր ծնողները մանավանդ որ պատերազմի մասնակից են եղել, հայրենական պատերազմի մասնակից, իսկ մեր տատերն ու պապերը մասնակից են եղել թուրքո պատերազմին, որ թուրքը ոտնձգություններ է կատարել հայոց երկրի նկատմամբ եւ բավականի տարածքներ այսօր նրա ձեռքի տակ են գտնվում, իհարկե ես համոզված եմ, նրանք եթե վերադարձնելու արիական հողը երբեք չի մնա այն մարդկանց, ովքեր որ Աստծուն հակառակ են քայլում։ Եվ մենք այսօր պետք է երիտասարդներին սնուցենք, սովորեցնենք սիրել հայրենիքը, առաջնայինը սիրել հայրենիքը, այս մի բուր հայրենիքը մենք պետք է ծաղկեցնենք մեր զավակների միջոցով, նրանք պետք է պարտավոր են հզորացնեն մեր երկիրը, պարտավոր են ոչ թե պատերազմով, այլ հաղթական խոսքով ետ բերելու մեր տարածքները, հայոց տարածքները, ես չեմ ասում ուրիշից վերցնենք, ես չեմ ասում աչք դնենք մեր հարևան ոչ բարեկամ թուրքերի վրա, ազգերի վրա, այն նրանցից ետ վերցնենք, ետ վերադարձնեն մեր հողերը, մեր տարածքները եւ մեր ժողովուրդը բավ է օտարամոլությամբ զբաղվի, բավ է օտար երկրներին հարստացնի, բավ է նրանց տաճարները գեղեցկացնի, նրանց փողոցներն ու ճամբարները գեղեցկացնի, նրանց խոսքն ու լեզուն մեծարի։ Ետ դարձեք հայեր, ետ դարձեք ձեր հայրենիքը։ Հայրենիքը մեկն է, նրան անգամ զավակին կարող ես փոխել, բայց հայրենիքը փոխել անհնարին է։ Ես ուղղակի խնդրում եմ իմ սիրելի հայ ժողովուրդ, օտարափերից տուն եկեք, օտարափերը ձեզ ոչինչ չեն տա, օտարափերում դուք ոչինչ չունեք, օտարափերում էլ աշխուղ չկա, որ ձեր երգն ասի ու ձեր մասին խոսի, տուն դարձեք հայեր, ձեզ եմ սպասում։
Երեք հայեր, երեք միանանք, մեծ ուժ կազմենք հետո Սասուն սլանանք, Երթանք հասնենք մուշվան, Սասուն Արդահան, Հայոց քաջերու ոստան, ճգնա Հայաստան, երեք հայեր, էլ մի ուշացեք, բռնցքվել է մեզ պետք, այդ լավ իմացեք, երեք հայեր, երեք մենք գնանք, հասնենք Սասուն Մերվան, նորից ետ դառնանք։ Շնորհակալություն։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Ալմաս մշակութային կենտրոնի տնօրեն Ազատամարտիկ Աշոտ Ալմասն էր։ Կհանդիպենք։